Պարոն Ուդինյան, երբ դեռ դատավճիռը չկա Վարդան Ղուկասյանի, դուք ինչպես եք պնդում, որ նա կաշառակեր է, եթե դատարանը Նախ ես չեմ պնդում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ինչ անենք, հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Սիրելիներս, երբ որ ես հասկանում եմ իհարկե, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Չէ, մի վարքյան, դուք հիմա զբաղված եք կաշառակերության պաշտպանությամբ։ Հիմա մի վարքյան, թողեք հիմա, եկեք sense պայմանավորվենք։ Կամ դուք տալիս եք հարցը, լսում եք պատասխանը, կամ դատահաստում եք։ Չէ, որովհետև հարցը հնչել է, հիմա կսպասեք, ես կպատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ որ իրանք մեղադրանք են առաջադրում, նշանակում է իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Իսկ ասում եմ, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի Վարդան Ղուկասյանը կաշառակեր է, հաջորդ։ Մի վարքյան, եթե ես չեմ սխալվում, մեղադրանքը արդեն ապացուցված է եւ հետեւաբար կաշառակեր է։ Եթե դատավարանը համարել է, որ ինքը մեղավոր է, ուրեմն կաշառակեր է։ Սպասեք, մի վարքյան, հեսա դրան էլ կպատասխանեմ։ Օրինակ ես երբևէ չեմ տեսել, որ դուք որևէ ընդդիմադիրի, որը ասում է, այս իշխանությունը քաղաքական բռնությունների է դիմում, կամ այս իշխանությունը դավաճան է, կամ այսինչը այնինչը բան է, ինչ են ասում, հեչ, դավաճան է, ագենտ է, հողատու է, հազար բան։ Ես երբևէ չեմ լսել, որ դուք սիրելի լրագրողներ, ասեք, ինչու եք խախտում իշխանության ամեղության կանխավարկածը։ Իսկ եթե դուք հարցնեիք, իրանք վստահաբար կասեին, մենք չենք խախտում, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Դե ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս։ Հերթով։ Նոր պատասխանում է եթե հարցին։ Նոր սիրելիներս, մի վարքյան, ասեք։ Որտեղ ոչ միայն այս դեպքը, այլ նաև օրինակ են ենթադրյալ ահաբեկչության գործը, որ դեռևս չկա դատարանի որոշում, էլի իշխանության ներկայացուցիչները ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցին, որ ահաբեկչություն պետք է կատարվի։ Այս ամենը անելով նաև իրավական դաշտում խնդիրներ չեն առաջանում։ Ոչ չեն առաջանում, ենթադրյալ ահաբեկչության դեպքով բոլորը հղում են արել դատախազության մեղադրանքին։ Կրկնում եմ, եթե ըստ ձեզ ընդդիմադիր գործիչները կարող են մեզ մեղադրել գործ կարելու մեջ, որը հանցագործություն է, գործ կարելը սիրելի գործընկերներ, հանցագործություն է։ Բարի եղեք, դուք իրենց հարցնեք, իրենք այդ մեղադրանքը ներկայացրելից արդյոք չեն խախտում իշխանությունների ամեղության կանխավարկածը։ Եթե իրենց պատասխանը լինելու է, որ իրենք քաղաքական գնահատական են տալիս եւ եթե այդ պատասխանը ձեզ բավարարելու է, ուրեմն ձեզ էլ պետքա բավարարի իմ պատասխանը առայն, որ ես էլ եմ մի վարքյան, այսինքն ուզում եք ասեք ընդդիմությունը անպատասխանատու է, ես էլ եմ պատգամավոր ընդդիմադիր գործընկերներն են պատգամավոր, ես չեմ ավարտել։ Հաջորդը, ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար եմ։ Ես լսել եմ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ է, ընդ որում օրինական դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Եթե դուք որոշել եք, որ հիմա ամբողջ քննարկումը պետքա լինի, ասեք։ Պարզապես այդ ձայնագրությունը, որ մեջ ունենք, ճիշտ եք անում, բայց ձայնագրության մեջ մեկ կարևոր հանգամանք երևի դուք վերջում չեք տեսել, որովհետև բոլոր նույնիսկ իրավապահ համակարգի այդպիսի հաղորդագրության վերջում կա այսպիսի մի նախնական բան, որ Շատ լավ, բոլոր կաշառակեր սրիկաները պիտի նստեն ծանուցում։ Մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Երբ գործ կարելու մասին եք գրում այն ժամանակահատվածին, երբ պաշտոնավարում էր Սարիկ Մինասյանը։ Ինչու է այդ գործը։ Չգիտեմ, ծանոթ չեմ այդ մասին։ Ծանոթ չեմ այդ մասին։ Ես այդ մասին ծանոթ չեմ։ Իրավապահ մարմինների երեկվա գործող։ Ոչ, եւ խնդրում եմ մի խախտեք մեր ամեղության կանխավարկածը, որտեղ մեր իշխանության օրոք շոուեր դատավարական չեն լինում։ Ու ծանոթությունները հարցը տալուց տվեք։ Մի վարքյան, խնդրեմ։ Հրավիրվել էր պարոն Ղուկասյանը
Չգիտեմ, իրենցից պիտի հարցնեմ։ Ասում եք ոտքով կգնան, բայց այդ հենց այդ տեղանական ուժերով այդ իրավապահների գործողությունները ջարդելով քաղաքապետարանիչները Սելի գործընկերներ, կողմնի օժվեք ձեզնից ով է հարց տալիս տվեք։ եւ իր հարցի շարունակությունն է ինչպես է գնահատում իրավապահների գործողությունը Շատ ես, հա Նույնիսկ մի քաղաքապետի չէին կարողանում քաղաքապետարանից դուրս անեին, վազացրեցին, ապակիներ կոտրեցին, այն նման իրավապահ համակարգին դուք ձեր անվտանգությունը կվստահեք, վազացրեցին։ Շատ լավ եմ գնահատում եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, որովհետեւ իդեալական աշխատանք են կատարել եւ կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործություն եւ ենթադրյալ կաշառակերին ծանուցում մարդը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքը չի ապացուցվել եւ երկրորդն էլ իրավապահ մարմինների աշխատանքը շատ լավ եմ գնահատում։ Ձեր անվտանգությունը կվստահեք նման իրավապահ Ոչ միայն իմը, ձեր անվտանգությանն էլ կվստահեմ իրավապահ համակարգին։ Տարիների ընթացքում երբ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության եղել են իրավիճակներ, երբ որ որոշակի հանցագործությունների մեջ մեղադրվել են նաև իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն մենք ականատեսը չենք եղել, հա, որ նրանց օրինակ թեկուզ հրավիրելուց ոստիկանություն կամ քննչական հակակոռուպցիոն պարկեցնեն ասֆալտին, այլ կերպ ասած շոու անեն։ Ինչու է այդ ամենը տարածված բացառապես Բայց հարգարժան Վարդան նախկին փոխքաղաքապետը եւս կանանավորվեց, բայց օրինակ նրան ասֆալտին չփռեցին։ Ինչու՞։ Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել, հետեւաբար իրան պարկած ես չեմ տեսել ասֆալտին։ Նկատի ունեմ ներխուժել, այսինքն Ինչա նշանակում ներխուժելը մարդիկ գնացել են իրավապահ մարմինները գնացել են Գյումրի քաղաքապետարան եւ Գյումրի քաղաքապետին Բերման են ենթարկել։ Ինչի՞ մաս։ Իսկ դուք նկատել եք օրինակ ձեր մատնատշած դեպքում քաղաքապետարանի դիմաց այդ ձեր ասած չեմ էլ հիշում կալանավորվել էր, հա, կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, հա, ասեցիք։ Հա, նկատել եք այդ պահին օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի դիմաց այդ ժամանակ մարդիկ կային, հա, ինչ որ խոչընդոտում էին իրավապահների գործունեությունը, կային, չկային, հետեւաբար ձեր հարցի պատասխանը ակնհայտ է։ Ժողովուրդ ջան, դուք չեք լսում ձեզ կամ ինձ չեք լսում։ Իմ մոտ տպավորությունն է, որ դուք ուղղակի հարց եք տալիս, հարց տալու համար։ Դուք հարցնում եք ինձ. Ինչու Գյումրու քաղաքապետարան գնացել էին մեծ թվով իրավապահներ, էսա չէ հարցը։ Ի տարբերություն այն դեպքի, երբ որ ժամանակ մի վարքյան, սիրելի փայլակ, մի փոխեք հարցը։ Դուք արեցիք մի փոխեք հարցը, դուք արեցիք երկու պնդում համար 1 ժամանակին կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ինչու նրան ասֆալտին չեն պարկեցրել։ Ես ապացուցեցի, որ ձեր պնդումը սխալ է, որովհետև Գյումրու, խոսելը դեռ ապացույցի նշան չի։ Հիմա մենք բանավիճում ենք։ Սպասեք, ես պատասխան։ Դուք նույնիսկ մեղադրանքը մինչև վերջ չլսեցիք, հետեւաբար դուք չեք։ Դու ինչ գիտեք, որ Նայեք, դուք ասում եք, ինչու ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի ասֆալտին չի պարկեցվել բերման ենթարկվելուց Երևանի փոխքաղաքապետը։ Ես ձեզ ասում եմ, ցավոք կամ բարեբախտաբար Վարդանիկն էլ ասֆալտին չի պարկեցվել։ Հաջորդը մի թողեք ավարտեմ։ Հաջորդը ասում եք, ինչու են այդքան մեծ թվով իրավապահներ գնացել Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու։ Ես էլ ձեզ ասում եմ, իսկ գուցե այն պատճառով է, որ իր տարբերություն ձեր մատնանշած Երևանի փոխքաղաքապետի դեպքի մարդիկ չեն հավաքվել, որպեսզի խոչընդոտեին իրավապահների աշխատանքը։ Հիմա հաջորդ Կոչուբաևի պարագայում չեմ հետևել այդ դեպքին, չեմ կարող մեկնաբանել։ Իրոք չեմ հետևել։ Խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, Հայաստան դաշինքը երեք հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես նշված է վաղաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռնարկությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ Սկիզբը շատ ճիշտ էր, վերջը շատ սխալ էր։ Գյումրու քաղաքապետի ձեռնարկությունը իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չի եւ պատժվելու է։ Եվ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։